Ինչու ենք մենք հաճախ եւ շատ կարդում նորություններ։ Ինֆորմացված ես, ուրեմն ավելի ապահով ես քեզ զգում, բայց այստեղ կա խնդիր, մենք չգիտենք թե մենք ինչ ինֆորմացիա ենք կարդում։ Կան մարդիկ, ովքեր մենակ վերնագիրն են կարդում ու արդեն վախենում են ու շատ ավելի տագնապում են, քան իրականությունն է։ Անընդհատ անվերջ ինչ որ ստրես։ Ահա, անօգնականության զգացում, ինչքանով է այդ դրական ազդում մեր հոգեկան աշխարհի վրա, դա շատ մեծ հարց է։ Ու ոնց որ դու անընդհատ ապրում ես զգացողության մեջ, որ ինչ որ մի հատ աշխարհ որտեղ անընդհատ ինչ որ վտանգ կա։ Տագնապը ունի այդ մեխանիզմը, որ իրան պետք է անընդհատ այդ թարմացումը, ինչ որ ինֆորմացիա նոր անընդհատ կարդում ես այն հույսով, որ ինչ որ դրական բան կկարդաս, բայց էլի այդ վատ լուրերն են գալիս։ Նշենք, որ չենք ուզում քննադատենք կամ ինչ որ վատ ձևով ներկայացնենք այն, որ լուրերը կարդում եք։ Մեր մոտ ինչ որ էմոցիոնալ այրում է տեղի ունենում, տագնապի զգացողության բարձրացում է լինում։ Չմոռանանք նաև, որ այդ լրատվականների զգալի մասը երևի անկախ չեն։ Ինչքան կա, որ նույնիսկ դրական բաներն են սուտ լինում։ Ու ինչ անենք այս ամեն ինչի հետ, մենք չենք ասում մի կարդացեք լուրեր, մի լսեք եւ այլն։ Քանակի ու հաճախականության այդ առողջ գիծը գտնելու մասը ինքդ քո համար առողջ գիծ է։ Այո, ինֆորմացված լինես այնքան, որ քեզ չվնասես։ Ու իհարկե նշենք, որ եթե ոնց որ ձեզ ավելի վատ բացասական ձևով է ձեր վրազդում կարդալու ինֆորմացված լինելը այդ առումով, կարելի է դա բացարձակ չանել։ Ընտրեք ձեր հոգեկան առողջությունը։ Հաստատ։ Այդ ժամը տրամադրեք հոգեբանի մոտ գնալու, չէ՞։ Օրդոքոս Ինքնաճանաչման համար։